Նախընտրական քարոզարշավի ընթացքում առկա էր խոստացված ազատությունը ԶԼՄ-ների կողմից թեկնածուներին լուսաբանելու առումով։ Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը։ Ես համարում եմ բավական փոփոխություններ, բավական դրական կատարվեցին, այն առումով, որ խոստացած ազատությունների մակարդակը կար նախընտրականում, ինչի մասին է խոսքը, օրինակ ԶԼՄ-ների մատչելիությունը թեկնածուների համար, իդեպ ասեմ շատ նոր, շատ կարևոր էլեմենտ կար այս անգամ, որի վրա ոչ ոք ուշադրություն չէ դարձրել։ Օրինակ 2008 թվին նույնիսկ այն դեպքում, երբ որ ընդդիմությունը հնարավորություն էր ստանում ելույթ ունենալ, հեռուստաալիքները միայն մեկնաբանությամբ դնում էին ընդդիմության դիրքորոշումը։ Այսօր ոչ մի խնդրեմ չկար, ութն էլ ինչ ասում են, բոլոր կանալները առանց բացառության դնում են իրենց ասածը։ Ստեփան Գրիգորյանը նշեց նաև, որ թեկնածուների միջև մրցակցությունն ուժեղացավ վերջին ժամանակներում եւ մեծացավ հետաքրքրությունը ընտրությունների նկատմամբ։ Կա բազմազանություն այդ կարծիքները հնչելու ժամանակ, ելույթների ժամանակ թեկնածուների, կա, ասենք, չեմ ասում ուժեղ, բայց գոնե ինչ որ չափով մրցակցություն, ճիշտ ասեմ ձեզ, առաջի հերթին այս վերջի մի շաբաթը ցույց տվեց, պես բազմազանություն կա։ Բանախոսը անդրադարձավ նաև Հայրիկյանի դեմ կատարված մահափորձին։ Պարոն Հայրիկյանն էլ գիտեք, պետականամետ է, ես չեմ թաքցնում, որ համարում եմ, որ ես պետականամետ եմ։ Գիտեք, ցանկացած նույնիսկ վատ իրադարձություն կարող ենք օգտագործել ի օգուտ ազգի։ Ուրեմն պարոն Հայրիկյան, ես հաշվեցի։ Մոտավորապես 10 օրվա մեջ, մոտավորապես, հիշում եք, 31-ից մինչև ամսի 10-ը, մոտավորապես 25 թե 26 անգամ փոխեց իր կարծիքը։ Ուստեղ ես կարծում եմ, որ ճիշտ կլինի դիմել այդ Գինեսի գրքի, չէ, դա կատակ չի, Գինեսի գրքի, ոնց է կոչվում, գրանցման։ Քաղաքագետ Ստեփան Գրիգորյանի կարծիքով Սերժ Սարգսյանը կհաղթի նախագահական ընտրություններում։ Ռաֆֆի Հովհաննիսյանը ամենայն հավանականությամբ կլինի երկրորդը, իսկ երրորդ տեղում ձայների թվով կընկնի Հրանտ Բագրատյանը։ Օվսաննա Մնացականյան, Արման Գրիգորյան, Սլաք AM։